փողի պակասը չկառավարի քեզ։ Ողջույն, այս տեսահոլովակում մենք կխոսենք անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման և շահավետ խնայողությունների մասին։ Անձնական ֆինանսները ունեն գրեթե բոլորը, եւ երեխաները, եւ մեծահասակները, եւ տարեց մարդիկ, եւ մեր ամենօրյա կատարած որոշումները կարող են կառուցել ապահով ապագա, իսկ սխալները վտանգելային։ Իսկ ինչու է կարևոր կառավարել անձնական ֆինանսները։ Անձնական ֆինանսների կառավարումը դա պարզապես գումար հաշվելը չէ։ Դա մեր նպատակներին հասնելու, անսպասելի իրավիճակներին պատրաստ լինելու եւ մեր երազանքներն իրականացնելու կարևորագույն գործիքն է։ Այս տեսահոլովակում մենք ձեզ կսովորեցնենք, թե ինչպես ճիշտ կառավարեք ձեր ֆինանսները եւ թե ինչպես հասնեք ցանկալի նպատակների, կատարելով առաջին եւ ամենակարևոր քայլերը դեպի ապահով ֆինանսական ապագա։ Հիշիր, յուրաքանչյուր փոքր քայլ քեզ մոտեցնում է մեծ նպատակների։ Սկսիր այսօրվանից կատարելով այս պարզ քայլերը։ Քայլ 1. Սահմանիր քո ֆինանսական նպատակները։ Առանց հստակ նպատակի խնայելը նման է առանց քարտեզ ճանապարհորդելու։ Օգտագործիր սմարթ մոտեցումը քո նպատակները իրագործելի դարձնելու համար։ Սահմանիր խելացի նպատակներ։ S. Specific. Հատուկ։ Հստակեցրու, թե կոնկրետ ինչ ես ուզում։ Վատ օրինակ, ուզում եմ խնայել գումար, լավ օրինակ, ուզում եմ խնայել 500,000 դրամ մեքենայի կանխավճարի համար։ M. Measurable. Չափելի։ Հաշվիր, թե որքան գումար է անհրաժեշտ։ Օրինակ 500,000 դրամ։ A. Achievable. Հասանելի։ Փորձիր գնահատել, արդյոք դա իրատեսական է քո եկամուտների համեմատ։ Օրինակ, եթե ամսական կարող եք խնայել 50,000 դրամ, ապա նպատակը հասանելի է։ R. Relevant. Արդիական։ Կողմնորոշվի, արդյոք այս նպատակը կարևոր է քեզ համար հիմա եւ չի կորցրել իր նշանակությունը։ Օրինակ, այո, ինձ մեքենա շատ անհրաժեշտ է աշխատանքի համար։ T. Time bound. Դաշնաժամկետով։ Որոշիր, թե երբ ես ուզում հասնել քո նպատակին։ Օրինակ, ես կհասնեմ այս նպատակին 10 ամսից։ Եվ այսպես, քո սմարթ նպատակն է 10 ամսվա ընթացքում խնայել 500,000 դրամ, ամսական տնտեսելով 50,000 դրամ մեքենայի կանխավճարի համար։ Քայլ 2. Կազմիր քո ամսական բյուջե։ Բյուջեն քո ֆինանսական պլանն է։ Այն ցույց է տալիս, թե որտեղից է գալիս եւ ուր է գնում քո գումարը։ Բյուջեի ճիշտ կառավարումը կօգնի քեզ հեշտորեն հաղթահարել ֆինանսական բարդ իրադրությունները։ Իսկ ինչպես կառավարել բյուջեն։ Առաջին, հաշվարկիր եկամուտները։ Գրիր այն բոլոր գումարները, որոնք ստանում ես մեկ ամսվա ընթացքում։ Աշխատավարձ, կրթաթոշակ, հավելել եկամուտ եւ այլն։ Երկրորդ, հետևիր ծախսերիդ։ Մեկ ամսվա ընթացքում գրիր այն բոլոր ծախսերը, որոնք կատարում ես։ Այն բաժանիր երկու խմբի՝ հաստատուն ծախսեր, վարձեր, վարկեր, կոմունալ վճարներ, փոփոխական ծախսեր, սնունդ, տրանսպորտ եւ այլն։ 3. Վերլուծիր։ Համեմատիր եկամուտներդ եւ ծախսերդ։ Եթե ծախսում ես ավելին, քան վաստակում ես, ապա մտածիր, թե որ ծախսերդ կարող ես կրճատել։ Կիրառիր այս կանոնը 50, 30, 20։ Սա բյուջեն բաշխելու պարզ տարբերակն է։ 50%-ը ծախսիր կարիքների համար, կոմունալ վճարներ, գնումներ, սնունդ, տրանսպորտ եւ այլն։ 30%-ը ծախսիր ցանկությունների համար, զվարճանք, սրճարան, իսկ այ 20%-ը ծախսիր քո սմարթ նպատակների համար։ Քայլ 3. Խնայիր խելացի։ Թող քո գումարն աշխատի քեզ համար։ Հիշիր, խնայելը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից, այլ նշանակում է գումար ծախսել գիտակցաբար։ Կիրառիր այս կարևոր կանոնը։ Գումար կուտակելու համար անհրաժեշտ է տնտեսել եկամուտի 20%-ը։ Ընդ որում եկամուտը ստանալուն պես մի կողմ դնել այդ 20%-ը։ Երբ արդեն խնայել ես որոշակի գումար, մի թող այն պարզապես պահվի։ Ներդրումներ կատարել, որպեսզի այն ժամանակի ընթացքում ավելանա։ Ամենապարզ եւ ապահով տարբերակներից մեկը բանկային ավանդն է։ Գումարը պահելով բանկում որպես ավանդ, քո գումարին ինքնուրույն աշխատելու եւ եկամուտ բերելու հնարավորություն է տալիս։ Եվ այսպես, ինչ օգուտներ ունի ավանդը։ Եկամտաբերություն, հավելել եկամուտ։ Ձեր գումարը պահելով բանկում որպես ավանդ, դուք ստանալու եք ձեր ներդրած գումարի դիմաց համարժեք տոկոսային եկամուտ։ Մյուս կողմից ձեր գումարը պաշտպանված է գնաճից ստացվող տոկոսագումարի հաշվին։ Հասանելիություն։ Անկախ ներդրված ավանդի ժամկետից ձեր գումարը կարող եք վերցնել բանկից ցանկացած բան, սակայն ինչ չէ, ժամկետից շուտ ավանդը անելու դեպքում հնարավոր է նախապես համաձայնեցված տոկոսի փոփոխություն։
Ապահովություն։ Հիշիր, որ բանկում ներդրված գումարը երաշխավորված է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, մինչև 16 միլիոն դրամ դրամային ավանդների դեպքում, մինչև 7 միլիոն դրամ արտարժութով ավանդների դեպքում։ Մի կարևոր բան ևս, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ունեցած ձեր բոլոր ավանդները համարում է մեկ ընդհանուր ավանդ, իսկ տարբեր բանկում ունեցած ձեր ավանդները երաշխավորված են առանձին։ Հետևելով այս խորհրդին դու կարող ես հասնել ֆինանսական անկախություն։